Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Առաջինը եւ ամենակարևորը մենք շատ ենք խոսացել դրա մասին եւ դուք գիտեք այդ խնդիրը, կիսում եք այդ մտահոգությունները, դա կարգավորման շրջանակների ընդլայնումն է եւ կանոնակարգերի ներդաշնակությունը։ Եվ մենք նկատի ունենք ավանդական մեդիան, որը այսօր կարգավորվում է այս կամ այն չափով, դա հանրային մուլտիպլեքսում լիցենզավորված կազմակերպություններն են, դա հեղինակազորված տեսալսողական ծառայություններ մատուցողներն են եւ դա ցանցային օպերատորներն են։ Թվով մոտ 130 իրավաբանական անձ եւ որոնք այսօր արդեն նրանք չեն կազմում տեսլասողական մեդիայի մեծամասնությունը։ Եվ բոլոր չափումների համաձայն եւ աշխարհում եւ Հայաստանում հասարակությունը, բնակչությունը, քաղաքացիները տեղեկատվության մեծ մասը ստանում են համացանցի միջոցով։ Համացանցում գործում են տասնյակ, այսպես կոչված TV-like հեռարձակողներ, հեռուստանման, որոնք կարգավորումից դուրս են եւ այն վտանգները, որը մենք այսօր ունենք, սպառնալիքները կապված եւ տեղեկատվական անվտանգության հետ, եւ լեզվական, եւ երեխաների վրա ազդեցության մտավոր եւ հոգեկան առողջության, եւ ապատեղեկատվության, եւ ճշտամանքի խոսքի դուք շատ լավ գիտեք, առաջին հերթին գեներացումը համացանցում։ Ամբողջ աշխարհում այս խնդիրը արդեն սկսել է լուծվել, մեր մոտ նույնպես դա պետք է անել։ Մենք մոտորապես հաշվարկեցինք ինչքան այդպիսի հարթակներ ունենք համացանցում, ըստ աշխարհում կամ Եվրոպայում ընդունված չափորոշիչների, դա խմբագրական քաղաքականությունն է, դա օրեկան ինչ որ քանակի հաղորդումներն են, օրինակ 6 ժամից ոչ պակաս, դա հաղորդացանկն է, դա հետևորդների թիվն է սոցիալական ցանցերում, Facebook-ում, YouTube-ում, եւ մենք ստացել ենք Հայաստանում մոտ 40 այդպիսի հեռուստանման հարթակներ, որոնք մեր կարծիքով պետք է պարտադիր կանոնակարգվեն։ Անպայման չի մշտադիտարկման միջոցով, բայց այն ամենակարևոր նորմերը, որ կան տեսալսողական մեդիայի համար եւ հատկապես 9-րդ հոդվածը պահպանող, որտեղ արգելվում է խտրականությունը, ապատեղեկատվությունը, բռնության եւ պատերազմների, կամ կոչը կամ հրահրումը, դրանք պետք է անպայման նորմ դառնան նաեւ համացանցում գործող տեսալսողական մեդիաների համար։ Սա մեկ, որ մենք շատ դա կարևորում ենք։ Երկրորդը դա ատելության խոսքի եւ ապատեղեկատվության դեմ պայքարն է, հստակ չափանիշների շնորհիվ, որի մասին եւս մի քանի անգամ խոսացել ենք։ Ցավոք մենք այսօր չունենք նույնիսկ ատելության խոսքի սահմանումը եւ այդ պատճառով մենք մի քանի անգամ դատարաններում պարտվել ենք մեր իսկ հարուցած գործերը, վճիռները ըստ ՍԵՊԱ-ի պահանջների մենք արդեն պետք է ունենայինք այս տարվա սկիզբ ատելության խոսքի սահմանումը, բայց ցավոք մենք դա դեռ չենք ստացել, դա հանձնաժողովի իրավասություններից դուրս է, երբ որ մենք կստանանք այդ սահմանումը եւ դուք մենք կարող ենք դա իմպլեմենտացնել արդեն մեր օրենսդրության մեջ եւ հստակեցնել եւ կարողանալ ավելի էֆեկտիվ պայքարել ապատեղեկատվության եւ ատելության խոսքի դեմ։ Երրորդը, որը շատ կարեւոր ենք համարում եւ ինչը գնալով, ցույց է տալի, որ լուրջ սպառնալիք է Հայաստանի համար, դա օտարերկրյա հեռուստաընկերությունների, հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակումն է։ Մենք եւս մեկ անգամ պնդում ենք, որ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռարձակող չպետք է լինի, եւ վերջի իրադարձությունները ցույց են տալիս 1-2 տարվա, որ մենք իրավացի ենք, երբ որ գտնում ենք, որ օրենքով այդ բացը պետք է փակվի եւ օտար հեռուստաընկերությունները չպետք է հեռարձակվեն, եւ ես այդտեղ փոքր օրինակ բերեմ, որ խոսքը գնում է ոչ միայն ռուսական ծրագրերի մասին, դա ընդհանրապես մանիպուլյացիա է, մենք խոսում ենք ընդհանրապես բոլոր արտերկրի ծրագրերի մասին եւ վերջերս նույնպես Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ունենա հեռուստածրագիր, 2 հեռուստածրագիր մեր հանրային մուլտիպլեքսում եւ ընդունել են Ֆրանսիայի ներկայացուցիչներին ինձ մոտ Ֆրանսիայից եկած, ես ընդունել եմ փոխդեսպանին, երկրորդ անգամ մենք բավականին լուրջ քննարկում ենք ունեցել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում եւս Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ
եւ նաեւ մեր նամակներում եւ գաղտնի նամակներում մենք բերել ենք բոլոր այն փաստարկները, որոնք արգելում են օտարերկրացիներին հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում։ Եվ եթե դուք հիշում եք, այս վերջերս մի ցավալի դեպք եղավ Արդե հեռուստաընկերությանի կապված հայ-գերմանական, երբ որ ինքը Հայաստանի քարտեզը չէր տեղադրել, երբ որ տարածաշրջանային քարտեզներ ցուցադրում, խնդիր էր եղել նաև թիմի Մոնդի հետ, եւ ֆրանսիացիները հենց այդ երկու ծրագիրն են ուզում, որպեսզի մեր հանրային մուլտիպլեքս լինի, եւ հիմա պատկերացրեք, եթե այդ ծրագրերը լինեին հանրային մուլտիպլեքսում, կստացվեր, որ մենք ինքներս հեռարձակում ենք մեր մասին ապատեգացումը եւ աղաղված պատկերացումներ, օրինակ քարտեզի մասին, Հայաստանի չգոյությունը։ Հաշվի առնենք նաև որ այս ոչ շատ հանգիստ իրավիճակում մենք կարող ենք օտար երկրացի հեռարձակողներին թույլ տալ հանրային մուլտիպլեքս, մենք կարող ենք հարթակ դառնալ տեղեկատվական պատերազմի այն երկրների մեջ, որոնք բոլորը մեր հետ բարեդրացական հարաբերությունների մեջ են, օրինակ Արևմուտքի եւ Իրանի միջև։ Սա շատ կարճ, նաեւ մենք որևէ ազդեցություն չունենք հանձնաժողովը այն տեսլասողական հաղորդումների վրա օտար երկրյա, որոնք հեռարձակում են կաբելային օպերատորների ցանցում։ Մեր մոտ այսօր գործում է շատ լիբերալ ազատական մոտեցում, մենք միայն փաստում ենք, որ մենք իգիտություն ենք ընդունում, որ դիստրիբյուտորը վերել է արտերկրից ինչ որ ծրագիր եւ որևէ լիազորություններ չունենք ստուգել այդ հեռուստածրագրերի բովանդակությունը եւ եթե նույնիսկ վաղը չեմ սոր ինչ որ հեռուստածրագրեր որոշ են տեղեկատվական լուրջ պատերազմներ տանել Հայաստանի միջև Հայաստանի կարգավորող մարմինը որևէ լծակ չունի որպեսզի կասեցնի այդ հեռուստաընկերությունների սփռումը Հայաստանում մենք մեր նախագծերը, մեր պատկերացումները փոխանցել ենք արդեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ինչքան ես գիտեմ նաև աշխատում են մեր իրավաբանները եւ հանձնաժողովի իրավաբանները եւ ես կարծում եմ այս խնդիրը շուտով լուծում կստանա եւ հանձնաժողովը իրավունք ունենա ադապտացնել այդ բոլոր ծրագիրը, այսինքն ժամանակ ունենալ ծանոթանալ բովանդակության մեջ եւ եթե այդ հեռուստածրագրերը օտար կարող պարունակեն այն բովանդակությունը, որը խախտում է Հայաստանի օրենսդրությունը, ապա իրավունք ունենանք արգելել այդ հեռուստածրագրերի սփռումը Հայաստանում եւ երկրորդը, եթե արդեն սփռման ընթացքում նրանք խախտեն Հայաստանի օրենքը, նույնպես մենք իրավունք ունենանք կասեցնել եւ արգելել այդ հեռուստաընկերությունների սփռումը Հայաստանում։ Ես կարծում եմ մենք այն կամ փոքր կղզյակներից կամ միայնակ ենք մնացել, որ մենք չենք պաշտպանում մեր տեղեկատվական հարթակները օտար երկրյա այդպիսի վնասակար ազդեցություններից։ Սա երկու, որ երկրորդը որ ուզում էի ձեր ուշադրությանը ներկայացնել